Ողջույն հարգելի հեռուստադիտողներ, 21 TV-ի եթերում իր աշխատանք սկսում է տոնը շնորհավոր Զինայդ նախագիծը։ Արգանքներս բոլոր այն հեռուստադիտողներին, ովքեր անդավաճան հետևում են մեր եթերներին եւ ինչպես միշտ Ակոպովնայից պահանջում են եւ սպասում են հետաքրքիր թողարկումներ։ Չմոռանաք, մենք կանայք դեռ վայելում ենք մեր 1 ամսյակը եւ ես այդ թեմայով շատ ազդեցիկ կանանց հրավիրում եմ ինձ մոտ տաղավար։ Նաեւ հրավիրում եմ այն տղամարդկանց, ովքեր ինչ որ չափով նաեւ ազդեցություն ունեն կանանց վրա իրենց գործունեությամբ։ Այսօր շատ սպասված հյուր ունեմ եւ միջև նրան ներկայացնելը ուզում եմ ֆորմատը չխախտել։ Շնորհավորել օրվա բոլոր հոբելյարների լավագույն բարեմաղթանքներով, առողջ, լավ մարդկանց շրջապատում, Աստծո օրհնությամբ եւ բացառապես Դինայի ու 21 TV-ի հետ։ Հատուկ ձեզ համար տեսահոլովակ, վերադառնում ենք տաղավար եւ անցնում ենք բուն թեմային։ Տաք է օրը, տաք է իմ Արևից իմ կյանքին դու նվեր ես վերևից Աղոտքից քամիներն են քեզ բերել ինձ մոտ որ առնեմ Ես կյանքից ես համ ու հոտ Քեզ սիրելով ես աշխարհը մոռացա Քո մի արև ժպիտով ես կյանքի գինը հասկացա Քեզ սիրելով ես աշխարհը մոռացա Քո մի արև ժպիտով ես կյանքի գինը ես շատ շուտ հասկացա Որ գիշերը իմ դառնա առավոտ իմ սրտում չլինի սիրո կարոտ դա է իմ երազանքը միշտ լինես կողքիս դու ես իմ կյանքի շունչը սիրս ու հոգիս քեզ սիրելով ես աշխարհը մոռացա քո մի արև շպիտով ես կյանքի գինը հասկացա Սիրելով ես աշխարհը մոռացա Քո մի արև շպիտով ես կյանքի գինը ես շատ շուտ հասկացա Սիրելով ես աշխարհը մոռացա Քո մի արև շպիտով ես կյանքի գինը հասկացա Քեզ սիրելով ես աշխարհը մոռացա Քո մի արև շպիտով ես կյանքի գինը ես շատ շուտ հասկացա Քեզ սիրելով ես աշխարհը մոռացա Քո մի արև շպիտով ես կյանքի գինը հասկացա Քեզ սիրելով ես աշխարհը մոռացա Քո մի արև շպիտով ես կյանքի գինը ես շատ շուտ հասկացա Քո մի արև շպիտով ես կյանքի գինը ես շատ շուտ հասկացա Դե ինչ հարգանքներս բոլոր այն հեռուստադիտողներին, ովքեր անդավաճան հետևում են Ակոպովնային եւ ես այս պահին ինչպես միշտ ֆորմատի փոփոխություն չեմ անում, սկզբունքները չեմ խախտում, կամ ներկայացնում եմ տեսահոլովակ, կամ տեսանյութ, կամ այսպես շարունակ թե ով է լինելու ինձ մոտ տաղավարում։ Ես ուզում եմ այս պահին փոքրիկ երաժշտական, բայց շատ լուսավոր տեսանյութ ներկայացնել։ Ասեմ, որ տեսանյութի ամենակարևոր հերոսուհին ինձ մոտ տաղավարում է, ով է կիմանաք հենց հիմա։
մեջ ես վստահ եմ, որ հենց հիմա շատ հեռուստադիտողներ ավելի զգոն դարձան, մոտ են նստել, ձայնը բարձրացրել են եւ ուզում են մտովի հասկանալ ում մասն է խոսքը եւ ում է Հակոբովնան այս պահին հյուրընկալել նախ առաջնահերթ ուզում եմ շատ ճիշտ ներկայացնել եւ այսպես Վիլա Մոնտեսորի կենտրոնի հիմնադիր տնօրեն միջազգային Մոնտեսորի ասոցիացիայի հայաստանյան մասնաճյուղի հիմնադիր Գեղեցկուհի Նոնա Վանեցյանն է մեզ մոտ տաղավարում Նոն ջան ողջույն Ողջույն։ Նախ շատ ուրախ եմ քեզ ինձ մոտ տեսնելու համար, ես գիտեմ քո զբաղվածությունը, չիմանամ էլ այն որ էջում տեսնում եմ, ու եթե չեմ սխալվում, դու այսօր նաև մեկնում ես։ Այո։ Այսօր առավոտից կարելի ասել առավոտյան ժամը 8:30-ից այդ լարվածությունը սկսվեց եւ ամեն բան փորձում էի անել, որ հասցնեի գալ եւ քեզ տեսնել եւ մասնակցել այս հաղորդմանը։ Շնորհակալ եմ շատ։ Նոն, գիտես, մենք ընդհանրապես հարցադրումներ ենք անում։ Եվ Facebook-ում եւ Instagram-ում այս անգամ փորձեցի ես անուններ դնել, հա, տեսնեմ ինչքանով է լինում այն որ ասում է այո, ոչ, այսպես այնպես, ունեի մոտավորապես 4 անուն, հաղթողներից մեկը Նոնա Վանեցյանն էր։ Ես հիմա չգիտեմ գրել էին այն մարդիկ, ովքեր որ քո շրջապատում են, այն մարդիկ, ովքեր որ ուզում են որպես կին բացահայտենք եթերում, համենայն դեպս հաղթողները թվում ես Նոն ջան։ Չեմ իմացել գալուց առաջ։ Ես դրա համար ամեն բան անում եմ, որ դուք լինեք ինձ մոտ տաղավարում։ Հիմա մի քիչ որպես business lady հետ շփվեմ, հետո անցնենք մյուս թեմային։ Վիլա Մոնտեսորի ինքը փաստորեն բրենդ է, հա? Այո։ Եվ փաստորեն ունենք մենակ մենք եւ ձերն է։ Տեսեք ինչպես է։ Վիլա Մոնտեսորին մանկապարտեզ է, որը ներկայացնում է Մոնտեսորի մեթոդաբանությունը Հայաստանում։ Մոնտեսորի մեթոդաբանությունը աշխարհով մեկ ունի ասոցիացիա։ Ասոցիացիայի գլխամասը Հոլանդիայի Ամստերդամ քաղաքում է եւ ասոցիացիան ստեղծել է հենց ինքը Մարիա Մոնտեսորին, ում ազգանունով այդ մեթոդաբանությունը տարիներ շարունակ գործում է եւ ամեն տարի կարելի ասել զարգանում է, որովհետեւ նրա շարունակողները չեն թողնում, որպեսզի մեթոդաբանությունը կորչի։ Եվ նաև եթե կա ինչ-որ մի բանի արդյունք, ուրեմն դա պետք է շարունակվի։ Մեթոդաբանությունը տալիս է շատ լավ արդյունք երեխաների զարգացման շրջանակում եւ կարելի ասել այսօր մենք արդեն 7 տարի աշխատում ենք, ունենք երևի կարելի ասել 500-ից ավել, չեմ նայել ստատիստիկան, երեխաներ, ովքեր հաճախել են մեզ մոտ եւ այսօր էլ հենց հիմա էլ 200-ին մոտ երեխաներ օգտվում են մեր ծառայություններից։ Հետո արդեն ինձ հետաքրքրեց։ Ինքը շատ սիրուն է։ Սկսել ենք 30 երեխայից։ Ահա։ Երբ բացում էինք Մոնտեսորին, երբ հայտարարեցինք այդ գեղեցիկ շենքի բացումը, ինչու գեղեցիկ, որովհետև ամեն բան սկսվեց նրանից, որ ես ուզում էի անել մի բան, որը օգուտ կտա մանկուց, որովհետև աշխատում էի դրանից առաջ պետական կառավարման ոլորտում շուրջ 15 տարի եւ իմ աշխատանքի արդյունքը ինձ չէր գոհացնում։ Երբ հասկացա ինչպես անեմ, որ գոհացնի, մտածեցի, որ պետք է սկսել երեխաներից, որպեսզի ինչ-որ մի բան թողնես քեզանից հետո, ինչ-որ մի լումա, որը դու ես արել եւ կարելի ասել այդպես էլ մինչեւ այս պահը զգում եմ եւ երբ ասում եմ business lady, ես անկեղծ չեմ համարում, որ դա բիզնես է ինձ համար։ Իհարկե մոտիվացիան նաեւ ինչ որ մի բանի արդյունքն է, դա բնական է, բայց բիզնես համարել մեր մանկապարտեզը, որը մաքսիմալ շատ ջանք ու արդյունք ու ֆինանս ու ամեն ինչ է պահանջում, որովհետև ամեն խաղալիքը ձեռք բերելու համար շատ մեծ գումար ես ծախսում, իսկ խաղալիքներ ամեն օր պետք է թարմացնես։ Նյութերը շատ հաճախ պետք է թարմացնես։ Նյութերը սովորական խաղալիքներ չեն, նրանք զարգացնող դիդակտիկ նյութեր են, եւ քանի որ այդ ամենը այդքան ջանք է պահանջում, կարելի է ուղղակի քո ռեսուրսը օգտագործել եւ իրոք անել ինչ որ բիզնես գործընթաց։ Իսկ դու անում ես կյանքի համար ինչ որ մի բան, որը ամբողջ կյանքում նրանց ուղեկցելու է քո տվածը։
Ձեզ մոտ աշխատում են հատուկ փաստորեն ընտրված մասնագետներ։ Պարտադիր վերապատրաստում անցած, կան նաև արտերկրից հրավիրված մասնագետներ, շատ կարևոր է, որ արտերկրից հրավիրված մասնագետներն էլ մեզ հետ համագործակցեն, որովհետև մեթոդը տարբեր երկրներում տարբեր ձևով է կիրառվում եւ մեզ սովորեցնելիս ես ինքս գնացել եմ եւ 1 ամիս շարունակ ապրել եմ Գերմանիայում եւ այնտեղ վերապատրաստվել եմ, երբ մեկնում էի Գերմանիա, բալիկիս բնականաբար Մարիային չէի կարող թողնել այստեղ, 1 ամիս բացակայել եւ որոշում կայացրեցի, որ Մարիան պետք է այնտեղ գնա Մոնտեսորի մանկապարտեզ։ Գտա իրանց Մոնտեսորի մանկապարտեզը, դիմեցի իրենց ասոցիացիային, ինչպես մենք ենք այստեղ։ Եվ խնդրեցի, որպեսզի վճարեմ եւ երեխաս հաճախի այնտեղ մանկապարտեզ, բնականաբար չմերժեցին։ Կոլեգաներ ենք նաեւ եւ որպեսզի շատ անհանգիստ չլինեմ, ինձ հետ եկավ մեր աշխատակիցներից մեկը, ով նաև քանի որ ուներ միջազգային դիպլոմ, կարող էր այնտեղ լինել երեխայի հետ եւ աշխատել ինչ որ չափով։ Հետաքրքիր է եւ 1 ամիս Մարիան ապրեց Մյունխեն քաղաքում ինձ հետ, շատ դժվար։ Ես միշտ լեզուն անգլերեն։ Մենք եկած րոպեից խոսում ենք երեխաների հետ 3 լեզուներով։ Այսինքն ամեն մասնագետ տվյալ խմբում խոսում է կամ ռուսերեն, կամ հայերեն, կամ անգլերեն։ 3 լեզուն էլ կարևոր է։ Բնականաբար հայախոս մասնագետներ ավելի շատ են, որտեղ մենք Հայաստանում ենք, բայց անգլախոս եւ ռուսախոսները պարտադիր են խմբերում։ Եվ այդ իսկ պատճառով Մարիան 3-3.5 այդ պահին նա հասկանում էր անգլերեն։ Հասկանում էր անգլերեն եւ մենք գնացինք միասին այնտեղ։ Ես սովորում էի, նա հաճախում էր Մոնտեսորի մանկապարտեզ։ Փորձը շատ ֆանտաստիկ էր եւ նրա համար եւ ինձ համար եւ արդյունքում այդ ուսումն է, որ մեզ այսօր տալիս է այս արդյունքը, որ մենք ունենք։ Ես սովորել եմ ընդամենը 1 ամիս զբաղվածությունից եւ ընտանիքի պայմաններից ելնելով, բայց մեր աղջիկները, ովքեր ունեն այլ ավելի շատ ժամանակ, սովորում են 1 տարի։ Նրանք, ովքեր աշխատում են խմբերում, դիպլոմ ստանալու համար դա տևում է 1 տարի։ Որտեղ ոգի որ մի բաներ ան դաժան եք շատ այլ որ screen recording դե անում վարում մի բան ասեք դա դեռ ինչ չանել է։ Ես կարամ գրեմ արմիկատուր, գրեմ ես։ Հետաքրքիր, ինձ մոտ արդեն բան է, որ խառնվել է իրար բոլոր հարցերս իրար հետ։ Մի հարց էլ նոր, իսկ ինչպես չափանիշներ կա հատուկ մանկապարտեզում երեխային, ասենք, բերելու համար կա։ Հաճախելու համար։ Այո։ Տեսեք, եթե երեխան 1 տարեկան է, կարող է արդեն գալ մեզ մոտ։ Շատ կարևոր է, որպեսզի երեխան կարողանա գոնե օգնությամբ քայլել։
Կարա լրիվ չքայլի, բայց գոնե օգնությամբ ձեռքը բռնած քայլել ու եթե այդպիսի իրավիճակ է տվյալ երեխայի մոտ, մենք վերցնում ենք, չենք նայում ոչ մի չափանիշ։ Բայց եթե 3 տարեկան է, արդեն պետք է նայենք, թե ուր է նա հասել մինչև 3 տարեկան հասակին հասնելը, ինչ զարգացման փուլերով է անցել, ուր է հաճախել եւ արդյոք մենք կկարողանանք նրա հետ աշխատել 3-ից 6 տարիքային խմբում։ Մեր խմբերը 2 տարիքային են։ Նաեւ ես ավելացրել եմ, չմոռանամ նշել, երբ դու սովորում ես այս ուսումը ստանում ես, քեզ անպայման ասում են հիշեք, որ դուք տեղայնացնելու եք մեթոդը ձեր երկրին համապատասխան։ Այսինքն եթե դուք Հայաստանում եք, արեք այնպես, արեք ճաշը, սնունդը, սպորտային ժամը, այնպես, ինչպես ձեր երկրում է ընդունված։ Մեթոդն էլ կիրառեք այնպես, ինչպես ձեր մարդիկ են սովոր։ Ոչ մի անիրական բան չես կարող անել այստեղ, այսինքն դու տեղայնացնում ես մեթոդը քո երկրին եւ դա շատ հարմար է։ Արդյունքում երբ գալիս է երեխան 3 տարեկան, մենք պետք է տեսնենք կարող է արդյոք նա մեր միջավայրից օգտվել այդ տարիքում, եթե նրան շատ են խնամել, ինչպես այսօր սովոր ենք տեսնել, ցավոք նման երեխաները չեն կարող օգտվել, որովհետև որ գալիս արդեն զգում եք ինչ ձև երեխայի։ Մենք ընդունում ենք 1 շաբաթ դիտարկում անելուց հետո։ 1 շաբաթ երեխան գալիս է երեկոյան ժամերին, երբ արդեն բոլոր բալիկները դուրս են եկել միջավայրից, երբ արդեն ախտահանել ենք եւ կարող ենք նոր բալիկ ընդունել, հրավիրում ենք մայրիկին եւ բալիկին եւ մանկավարժը նրանց հետ ուղեկցելով նրանց միջավայր ուսումնասիրում է երեխային։ Նայում է, կարող է արդյոք երեխան պարզապես ընդունել, որպեսզի ասել, որ այդ ձեր ասած բիզնեսի համար այդպես չեն կարողանում անել։ Կան կանոններ, կան պայմաններ, դրա համար մեզ շատ դժվար է երեխա ընդունել։ Մեզ մոտ ուղակի խաղալու միջավայր չի, ուղակի խնամքի միջավայր չի, որպեսզի ով գա, մենք ընդունենք, ասենք ինչ լավ է, մենք ամեն օր երեխա ենք ավելացնում, չեն կարող այդպես։ Հիանալի է։ Դուք փաստորեն միանգամից նախապատրաստում եք արդեն դպրոցի էլ ոնց հասկացա։ Այո։ Ունենք, ինչպես նշեցի, ունենք 2 տարիքային խումբ եւ վերջին խումբը, որը ես նոր եմ ստեղծել, ինքս եմ մտածել եւ ձևավորել եմ, նախադպրոցական խումբ է 5-ից 6 տարեկանների համար, որը ուղղված է պատրաստելու երեխային դպրոցի։ Դե քանի որ Մոնտեսորի միջավայրում երեխան ազատ ընտրություն ունի, ընտրել ինչով եմ ուզում զարգանալ եւ մի քիչ սխալ ըմբռնում կա այն իմաստով, որ եթե նա ունի ազատ ընտրություն, նա ինչ ուզում է կարող է անել, այդպես չի։ Կան կանոններ, օրինակ մենք էլ երեխաների հետ նույն կանոնները պահում ենք։ Եթե ես մտնում եմ խումբ, ես չեմ կարող խմբում վազել կամ արագ քայլել։ Դա անվտանգ չի, երեխաները բոլորը շարժի մեջ են, գնում են, վերցնում են նյութ, նստում են, աշխատում են, գնում են, դնում են տեղը, պարտադիր իրենից հետո երեխան երբ աշխատեց մի նյութի հետ, պետք է տանի դնի իր նույն տեղը, որպեսզի մյուս երեխան դա ինչ է տալիս իրեն։ Եթե երեխան ներքին կայացած է լինում, նա ամբողջ կյանքում ինչ որ խնդիր ստեղծելիս կամ հայտնվելով ինչ որ խնդրի առաջ, նա լուծում է այդ խնդիրը, որովհետև մանկուց սովորում է ես պիտի լուծեմ խնդիրը։ Աշխատեցի, վերադարձրեցի, լուծեցի, ավարտեցի, գործը հասցրեցի ավարտին։ Եվ դա շատ կարևոր մի հանգամանք է ամբողջ կյանքում երեխային ուղեկցելու համար։ Այս հարցը մենք ինչի ենք մեր կյանքում դժվարությունների հանդիպում, հենց այն իմաստով, որ մեզ մանկուց շատ են խնամում, շատերին շատ են խնամում եւ իրենց տեղը որոշում են։ Ես քո տեղը կորոշեմ։ Երեխան մեծանում է դպրոցում դասատուն։ Ես քո տեղը կորոշեմ դու այսօր ինչ սովորես։ Ես քո տեղը կորոշեմ դու հիմա ինչ անես, նստես թե կանգնես թե չգիտեմ ինչ։ Երբ երեխան մեծանում է, դա բախվում է արդեն մեծ խնդիրների, 22-24 տարեկան, երբ նա արդեն բուհնել է ավարտում ինչ որ ձև կամ իր ցանկությամբ ներքին ունակություն ունի սովորեց կամ իրան ստիպեցին, մասնակցեցին, կազմակերպեցին, տարան, հասցրեցին, բուհնել, ավարտեցին։ Դե հիմա արա ինչ ուզում ես, ոնց անի ինքը չգիտի։ Դա ամուսնացնում են ու մետ ուզում են։ Էդ էլ է որոշված։ Ոնց անի այն մարդը, որը որ չգիտի ոնց են անում ինքնուրույն։ Իրան ամբողջ կյանքում ուղեկցել են մեծերը։ Մոնտեսորի երեխան 5 տարեկան գիտի ինչա ուզում։ Իմ աղջիկը առավոտյան արթնանում է, մենք գիտենք ինքը ինչա ուզում։ Ես կարող եմ ուղղորդել, կարող եմ խորհուրդ տալ, բայց ես չեմ կարող իր տեղը որոշել։ Եվ ինձ շատ հարմար է այդպես։ Կարող է դժվար է, բայց շատ հարմար է, որովհետև իմ երեխային
Հետո լինելու է շատ հեշտ։ Նա իմանալու է ինչ է ուզում։ Հիանալի է։ Իսկ եթե հիմա մեզ հեռուստադիտողներ շատերը լսում են եւ հարցում են, ասում են, Ձինա հարցրեն հարցը, որ դու միշտ տալիս ես, միջին խավի գրպանին հասու է մանկապարտեզը։ Միջին։ Գիտեք, շատ հետաքրքիր մի ստատիստիկա մենք ունենք։ Շատ հետաքրքիր է, բայց մեզ մոտ ավելի շատ միջին խավն է։ Կարող է հիմա դա տարօրինակ թվա, որովհետև գինը մի քիչ բարձր է իրականում, չնայած ասեմ, որ արտերկրում մեր արժեքը ամենացածրն է, աշխարհով մեկ ամենացածրը Հայաստանում է, եւ ես այդպես պահանջել եմ, եւ ես այդպես ասել եմ, եւ ես այդպես եմ որոշել եւ արել, քանի որ մենք Հայաստանում ենք, դրել եմ հնարավորինս ամենացածր արժեքը ամբողջ աշխարհի մեթոդի հետ կապված ծառայություններում եւ միջինը շատ է ինչու, որովհետեւ միջինն է գիտակցում, որ իմ երեխային պետք է կայացնել։ Ցավոք սրտի, այն ամենաբարձր խավը ուզում է ամեն ինչ իր երեխայի փոխարեն արվի, խնամքը ապահովի, ամեն ինչ արվի եւ ես հանգիստ ապրեմ։ Իսկ բայց կան նաև շատ գիտակից, շատ ապահովված ընտանիքներ, իրենք ինձ մոտ կազմում են, կարելի ասել 20-25%, ովքեր շատ ապահովված են եւ շատ են ուզում իրանց երեխաները իրենց կյանքում լինեն պինդ կանգնած գետնին, որոշումներ կայացնեն, դժվարություններ հաղթահարեն եւ այլն եւ այլն։ Եվ կան միջին խավ, որը մոտ կարելի ասել 50%-ն է եւ մնացած 25%-ն էլ արտերկրից եկած դեսպանատների երեխաներն են, աշխատակիցների ուղղակի եկած ինչ-որ բիզնես գործընթացով եկած Հայաստան եւ այստեղ աշխատող ծնողներն են, ովքեր որոշում են կայացրել, որ մեթոդը գիտեն եւ բերել են մեզ մոտ, բայց այն 50%-ը միջին խավն է, որը ես տեսնում եմ, որ ամսական հաշվարկով նրանք ուսմանը հատկացրել են այդ գումարը եւ երեխան գալիս են եւ մեզ մոտ ուսում է ստանում, քանի որ կարեւորում են մինչև 6 տարեկանների զարգացումը։ Նրանք գիտակցում են, որ երեխան, եթե մինչև 6 տարեկան չկայացավ, ունակություններ ձեռք չբերեց, դպրոցում արդեն դժվար է սովորելու։ Ես համաձայն եմ, որովհետև մենք էլ ունենք տանը փոքր, գիտենք դա ինչ է նշանակում։ Ես մի բան ասեմ, ուղղակի սուբյեկտիվ կարծիք, չնայած ինձ ասում են, Ձինա դու կարծիք մի հայտնի եթերում, բայց կադրից դուրս մենք էլ ենք մամա, չէ՞, ավելի շուտ արդեն թորնատեր ես տարբերակով, որ տենց նույն ավելի գիտես ինչ է սպասում քեզ։ Երբ որ ես շատ լսում եի ձեր մանկապարտեզի մասին, ես կողքի խոսակցություն եմ ասում։ Անհնարիր էր երկրորդը, եթե որ ասում են դե շատ թանկ է, ամեն մեկի հասու չի, ամեն երկրորդը ձեր էջը բացում եմ, Instagram-ան, հա, պաշտոնական էջ ասում են, իսկ դուք տեսել եք ինչ է այնտեղ կատարվում։ Իսկ դուք տեսել եք թե ինչ են տալիս, ինչ կարող եք ունենալ, այն որ ձեր համար ամեն ինչ անում են։ Հələ դուք մի հատ մանր ձեր հաշվարկն արեք, ավելավ այդ ամբողջը դնեք կողք, ձեզ ոչ մեկ չէր ճանաչում, բայց նոն ջան, ասեմ իմանաք։ Ուղղակի մտնելով էջը նայելով թե ինչքան շատ բան եք տալիս, ես կարող եմ կներեք ասել, որ մրցակցությունից էլ դուրս է, ինձ համար դուք առաջատարն եք, նես չի կանչել եմ նոնային գովամ, բայց եթե էջը նայում ենք առավել եւս, իսկ ես որ գաք տեղում տեսնենք։ Այ դա էլ ուզում եի ասել, հույսով եմ դուք մեզ կընդունեք հունիսի 1-ին ձեզ մոտ։ Մեծ սիրով։ Ես ուզում եմ մի փոքրիկ տեսանյութ ներկացնել մանկապարտեզից։ Մեր ամենասիրելի տոներից է հունիսի 1-ը եւ մենք շատ սիրով նշում ենք այդ օրը։ Ես նախորոք նոն ջան մի հատ կապ եմ անում, որպեսզի մենք մի հատ լավ բան նկարենք ցույց տանք։ Եվ ես ուզում եմ անպայման նշել, որ եթե մենք ուսումնասիրենք ոլորտը, մանկապարտեզների, հատկապես մասնավոր պարտեզների, մենք կարող ենք տեսնել, որ այդ արժեքը, որը մենք ենք սահմանել, ոչ մի կերպ այդքան բարձր չի այն արժեքներից, որը այսօր կա Հայաստանում եւ շատ պարտեզներ ուղղակի ես չգիտեմ ինչի համար դնում են շատ բարձր արժեք եւ երբ հետո ծնողների հետ զրուցում ես հասկանում ես ինչ ծառայություն է այնտեղ ուղղակի ես հասկանում եմ որ ես պետք է կրկնակի բարձր դնեի իմ արած ծառայությունների դիմաց բայց այսօր անում ենք այնպես որպեսզի հասանելի լինի բոլորին եւ որպեսզի եւ ինչպես որ ասում են որպեսզի չլինի բիզնես այլ լինի ցանկություն անել այլ ավելին քան ունենք այսօր
Նո դու կողքից տեսել ես, քեզ որ դու խոսում ես, քո աչքերը ոնց է փայլում անկապարտեզից։ Չեմ տեսել, բայց շատ են ասել։ Շատ լավ։ Հիմա մի քիչ կադրից դուրս գանք։ Կադրից դուրս Նոնա Վանեցյանը նայելով հասկանալով օրինակ էլի կին վաստակաշատ մամանյա եւ ճաշակով արդեն սկիսուր։ Այդ սկիսուր զոքաչ բառը չեմ սիրում, մի տեսակի ինտրիգ կա մեջը, չէ՞։ Շատ լավ։ Բայց ես հասկացա, որ նաեւ դու ամենաշատ ժամանակ անցկացնում ես աղջկա հետնոն։ Ճիշտ եք նկատել։ Այդ ինչի՞ց է, որ մեծանում ենք, հասկանում ենք փոքր ավելի համոված, թե արդեն նրանք հասուն են տենց։ Չգիտեմ, անկեղծ ամբողջ կյանքում կարելի ասել 23 տարեկանից ես աշխատել եմ, երբ իմ մեծ տղան Արտյոմը գնաց մանկապարտեզ, ես գնացի աշխատանքի։ Եվ արդյունքում միայն չեմ աշխատել, երբ Դավիթի համար դեկրետում եմ եղել, երկրորդ տղայի։ Իսկ մնացած բոլոր ժամանակահատվածում նույնիսկ Մարիայի հետ, եթե կովիդը չլիներ, ես հաջորդ օրվանից աշխատելու էի, ուղղակի նա ծնվեց եւ հաջորդ օրը սկսվեց կովիդը եւ մենք բոլորս մեկուսացվեցինք եւ նա ունեցավ բացառիկ հնարավորություն համ ինձ, համ հայրիկին վայելելու։ Լավն էր, հա։ Եվ բոլորին, եւ բոլոր ներկա գտնվողներին, տատիկներին, բոլորը ոչինչ չունեին անելու եւ զբաղված էին Մարիայով։ Եվ նույնիսկ աշխատակիցները կարող էին գալ եւ ինձ օգնել, քանի որ բոլորը տանն էին։ Ինչևէ, բոլոր տարիների ընթացքում իմ 3 երեխաների զարգացման ընթացքում մեծանալիս էլ ես նրանց հավասարաչափ ժամանակ եմ տրամադրել, անկեղծ։ Ուղղակի այս պահին երևում է Մարիան։ Հա։ Իսկ նրանք միշտ եղել են առաջնային, նրանց այդ ժամանակը միշտ եղել է կարևոր եւ ես չեմ ունեցել երբեք դայակ։ Ես երբեք չեմ ունեցել դայակ։ Հարցից էլ պատասխանեցի մի անգամից։ Չեմ ունեցել դայակ։ Այսօր իհարկե շատ դժվար է առանց դայակի, ես հասկանում եմ, ես զգում եմ, որ դա պետք է, այսօր մեր փոքրիկը ունի դայակ իհարկե, բայց ես չեմ ունեցել դայակ, մեծի ժամանակ ինձ օգնել են իմ տատիկը, որը շատ երիտասարդ էր այդ ժամանակ, եւ իմ մայրիկը, ինչպես նաեւ Արտուրի մայրը, իսկ երկրորդի ժամանակ նույնպես մեր հարազատներն են մեզ օգնել, քանի որ ապրում էինք մի տան մեջ տատիկ-պապիկի հետ, բնականաբար տատիկը օգնում էր, պապիկն էլ էր կողքից աջակցում, միշտ մեզ օգնել են, իմ մայրիկն էր շատ հաճախ գալիս օգնության։ Իսկ Մարիայի ժամանակ էլ դե կովիդի շնորհիվ բոլորով ենք մասնակցել արդյունքում։ Հա, Մարիայի ժամանակ իհարկե աշխատակիցները շատ օգնություն են ինձ ցուցաբերել, ինչպես նաև եթե աշխատակիցը թողնում է իր տուն տեղը եւ քեզ հետ մեկնում է, բոլոր աշխատակիցները ինձ մեծ օգնություն են ցուցաբերել, որովհետեւ Մարիան մեր պարտեզի, ինչպես ոնց որ ծնվեց Մարիան, որը որ մեր փոքր տղայի խորթով անունը դրվեց Մարիա, որպես Մարիա Մոնտեսորի մանկապարտեզում ծնվող երեխա։ Եվ ինչպես նաև ես միշտ ասում եմ, իհարկե ինձ վրա Արտուր ասում է, այսինքն Մարիա Մոնտեսորից հետո ես երեխային ունեցել։ Չգիտեմ ինչքան։ Բայց իրական մեթոդը ուսումնասիրելուց հետո ես որոշեցի, որ մենք, այսինքն վերջապես իրականացավ մեր ընտանիքի ցանկությունը ունենալ աղջիկ։ Մինչ դա շատ զբաղված էի, չէի հասցնում, դե լավ հետո, դե լավ մյուս տարի, դե լավ այսպես անենք նոր, դե լավ տունը, դե լավ աշխատանքը, ռեսուրսները, տղաները մեծացան, դարձան մեծ տղաներ ու եւ 2 տղա եւ ամուսին ամեն օր մի հատ աղջիկ ունենանք, մի հատ աղջիկ ունենանք, մենք էլ աղջիկ ունենանք եւ այո, ինքը մեր բոլորի սիրված ինչ որ կերպարն է, որը որ շատ հետաքրքիր մեր օրը լցնում է ու իր հետ զբաղվելը բոլորիս շատ հաճելի է։ Այդ իսկ պատճառով մեր ազատ ժամանակը միշտ Մարիայով է զբաղված։ Ես առաջարկ ունեմ, մի փոքրիկ ընդհատվենք, մի հատ ցույց տամով է Մարիան, այդ փոքրիկ կերպարը, որ բոլորին տունը խառնել է։
Եթե նոր եք մեզ միացել, հարգարժան հեռուստադիտողներ, եւս մեկ անգամ հիշեցնեմ եւ տեղեկացնեմ, որ ես հյուրընկալել եմ Վիլա Մոնտեսորի կենտրոնի հիմնադիր տնօրեն, Միջազգային Մոնտեսորի ասոցիացիայի հայաստանյան մասնաճյուղի հիմնադիր Նոնա Վանեցյանին։ Իսկ դուք հենց հիմա տեսնում եք փոքրիկ Վանեցյանին, ով կարողացել խառնել տունը, շրջապատը եւ այսպես շարունակ։ Հիմա մենք շարունակում ենք Նոն ջան։ Ես ունեմ մի քանի հարցեր, որ հատուկ քեզ համար եմ։ Եվ նաև այն հյուրերը մոր ոնց հետաքրքիր է, էլի։ Ինչպես եք դուք մտածում։ Նույն դու մտածում ես մենք թույլ սերի ներկայացիչ ենք։ Ես մտածում եմ, որ մենք ուժեղ ենք, բայց մեզանից ուժեղն էլ կա։ Հա։ Այո։ Բայց կարանք հավասարվենք, չէ՞ որ ուզում եք, չէ՞։ Չեմ ուզում հավասարվենք անկեղծ ասած, չէ։ Միշտ այդ հարցին ես այսպես եմ պատասխանել ու շատ կանայք չեն հավանել իմ պատասխանը, բայց նույնիսկ այս թեմայով մի հետաքրքիր իրավիճակում եմ հայտնվել ինձ էկոնոմիկայի նախարարությունում, երբ ես աշխատում էի անձնակազմի կառավարման վարչության պետ, ինձ եկավ հրավեր մասնակցել սեմինարի գենդերային հավասարության թեմայով։ Ես անպայման գնացի եւ ներկայացրեցի, որ ես այդ թեմայով շատ սխալ կխոսեմ, որտեվ ինձ համար դա հավասարություն չի, ինձ համար միշտ տղամարդը առավել է։ Միշտ տղամարդը մի քայլ առաջ պետք է լինի ամեն հարցում, եւ ես այդ միտքս չեմ փոխի արդեն 10 տարի եւ ավելի անցել է, բայց ինձ մեկը ասացին գնա մասնակցիր։ Եվ ես գնացի մասնակցելու այդ սեմինարին։ Սեմինարը անցկացնում էին Ծաղկաձորում, միջազգային մասնագետներ եւ այնտեղ հարց բարձրացրեց, իսկ ով է դեմ գենդերային հավասարությանը, ես բնականաբար ձեռքս բարձրացրեցի։ Եվ ասացի, որ ես չեմ ուզում մենք տղամարդկանց հավասար լինենք, թող իրենք միշտ մի քայլ առաջ լինեն, թող իրենք միշտ ամեն դեպքում ղեկավար են իրավիճակը, որովհետև մենք կին ենք, գոնե ինչ որ տեղեր պետք է զգանք մեր թուլությունը եւ պետք է կարողանանք լինել թույլ։ Համաձայն եմ, ու աստվածտա գոնե մի օր գային օրենքը, որ ընդհանրապես վերանա ոնց որ Տրամպ արեց, ունենք կին եւ տղամարդ ուրիշ ուժում։ Այդ երազում եմ այդ օրենքին, հույսով հենց որ լինի, ես բոլոր տեղերով ցույց կտամ ու կերազեմ դրա մասին։ Շատ լավ, անցնենք առաջ։ Եթե դու մեկ շաբաթով լինես հակառակ սերի ներկայացիչ, մեկ շաբաթով, ինչ կանես։ Չեմ մտածել այդ հարցի մասին։ Պատկերացրու, քեզ մեկ շաբաթով տղամարդ ես, կշռայլես, ման կգաս, կանես այն ինչ որ չէիր կարող անել, պատկերացնում ես քեզ այդ թեմայի մեջ։ Անկեղծ ասած, մեր կյանքի պայմաններում այնպիսի բան չկա, որ ես չեմ ուզում կամ ուզում եմ ու չեմ անում։ Չկա այդպիսի մի բան, որ ինչի դառնա հակառակ սերի ներկայացիչ։ Համար դառնամ, եթե իմ կյանքը այնպես է կառուցված, որ ես անում եմ այն ինչ ուզում եմ եւ շատ գոհ եմ։ Գիտեք, կյանքի բոլոր պայմաններում ունեցել եմ ես ինչ որ մի բան քիչ, թե ունեցել եմ շատ, թե ունեցել եմ մի երեխա, թե ունեմ 3, թե ունենք մեծ տուն, թե ունենք փոքր։ Բոլոր պայմաններում ես ինձ այդ պահին երջանիկ եմ զգացել։ Ասեմ ինչու, որովհետև պետք է չնայես ով ինչքան ունի, պետք է դու քո ունեցածից երջանիկ լինես։ Հա, համաձայն եմ։ Եվ եթե դու քո ունեցածից երջանիկ ես եւ մտածում ես, իսկ հիմա էլ ավելի ինչ կուզեմ եւ ձգտում ես քո ունեցածը ավելացնել, այլ ոչ թե նայել ուրիշին, չգիտեմ, այստեղ ինչ որ մեկը սա ունի, ես ուզում եմ դա։ Ոչ մի վարքյան ես չեմ ուզել ինչ որ մի բան, ինչը ուրիշինն է։ Միշտ ուզել եմ իմ ունեցածից մի փոքր ավելի։ Եվ այդպես ինձ շատ բավարարված եւ երջանիկ եմ զգացել։ Ունեմ այն ամուսինը, որին ուզել եմ ունենամ, ունեմ այն ընտանիքը, որը ուզում եմ ունենամ եւ այո, մի քիչ տարօրինակ կհնչի, եթե ես ասեմ ես ամեն ինչ ունեմ, ոչինչ չեմ ուզում։ Չէ, ես իհարկե ավելին ուզում եմ, բայց ուզում եմ իմ ունեցածի ավելին։ Հա։ Ուրիշի ունեցածը չեմ ուզում։ Շատ լավ։ Դու կրում ես մի ազգանուն, որ շատ մարդկանց համար լինի կին թե տղամարդ իդեալ է։ Ես օրինակ ճանաչելով ընկեր Արթուր Վանեցյանին, նա ինձ համար բավականին եւ հաջող տղամարդ է, եւ ընտիր ընկեր է, եւ լավ գոլեգա է, եւ լավ խորհրդատու է։ Այնպես չի ընկերս է տենց դրամարկովում է, բայց օրինակ ես կարող եմ եթերում հենց հիմա կիսվել, որ ոչ մեկ չի իմանում դրա մասին, առաջին անգամ ասել, երբ որ ինձ կերպար հանձնեցին, որ ես պետք է լինեմ ոստիկան կին, կապիտան,
ու ես դե բնականաբար չեմ կարող դա լինել, որովհետև ուզում ես չէ ինչ-որ մի բան իմանալ։ Եթե անկեղծ առաջինը փոքրիկ նամակ եմ գրել Արտուր Վանեցյանին եւ խնդրել եմ պարոն Վանեցյան, ես խնդրում եմ, էլի, ես գիտեմ, որ դուք ձեր շրջապատում կին ոստիկանների հետ շատ շփվել եք։ Հոգեբանությունը, ինչպիսին է, ինչպես պետք է լինի, ասենք, կին ոստիկանը ձեր կարծիքով։ Երեք նախադասություն եմ ընդհանրապես ստացել Արտուրից, Բայց շատ գլոբալ։ շատ գլոբալ։ Եվ ես ստանձնել եմ մի կերպար, որտեղ շատերն են նմանացնում են ինձ Նելի Դուրյանին։ Իմ սիրելի կերպարն է։ Այո, Նելի Դուրյանին։ Եվ երբ որ Դուրյանին ուղարկում են բնականաբար իմ կերպարը, Նելին ամիջապես արձագանքում է. «Ձին ջան, մի հատ ինձ ասեիր», հասկանում ես, չի ուրա գնում արդեն, նոն Նախ այնտեղ դու ինչ ես փողկապդ պետք է էսպես լիներ, քո հագուստին չէր, ու պճկատ մի քիչ ասում եմ Տիկին Դուրյան, խնդրում եմ, ես մենակ ձեր բլոնդն ունեմ։ Եվ մի քիչ էլ Արտուն Վանեցյանի ասած խորհուրդները, բայց հո ստացել ենք, այնպես որ պարոն Վանեցյան, հարգանքները շնորհակալ եմ շատ, ես այդ կերպարով դեռ գումար եմ վաստակում, ինչի այդքան ուզում եի ասել։ Սարոյան ջան, տղերք հələ նոր են, շատ բան չեն ջոկում, այ մի 20 տարի, որ մեր միջանցքում մնան այդ հոտը քաշեն, լիքը բան տեղը կբերեն։ Լսի, Էդմոնդիկ, պարավը խելոք չի լինում, գլխին եկածով է իմանում։ Այդ անտերը հո շտանգա չի տանես այդ ծռես։ Լսեցիր, հասկացար, ինչ ասեցի Թելման։ خب ایمان من کیچ Հələ մի րոպե, մի հատ լիմատ ուշադիլես ես մարդ ինչ է խոսում, հա։ Հա կտանք, հա տվեցիք, երևում է էլի շեֆ սպեցնազից են։ Այդ ձեր տալուց հետո ադվակատներն են մեր գլխին տալիս։ Բայց այսքանից հետո ինձ հետաքրքիր է, եթե գաղտնիք չէ։ Ընտանիքում ձեր ճաշակներ ինչքանով են համընկնում։ Լինում է, որ պարոն Վանեցյան իրան ասեց անջատում է, ասում է, «Նոն, դե լավ, դե դու գիտես էլի ոնց անես, ինչի ես ինձ հարցնում»։ Թե կա թեմա, որ միչև պարոն Վանեցյանը դաբրոն, այսպես ասած, չի տալի, այդ գործը չի իրականացվում։ Ոնց է լինում։ Անկեղծ, ամենաանկեղծությամբ։ Ես իրական ես չեմ կարող ոչինչ հորինել, ինչ կա անկեղծ է։ Եվ անկեղծից ճիշտը չկա կարծում եմ, որովհետև եթե անկեղծ է, հանգիստ խոսում ես, չես մտածում ինչ ես խոսում եւ հանգիստ ստացվում է այն ինչ կա։ Միշտ բոլոր իմ կյանքի խնդիրների եւ դժվարությունների ժամանակ ես հարցրել եմ Արտուրին։ Եվ միշտ բոլոր պայմաններում ես ստացել եմ ինձ պիտանի պատասխան։ Ես ստացել եմ պատասխան, որը գուցե մի քիչ ձևափոխել եմ, ինչ որ, բայց գլոբալ առումով այդ ձեր ասացի նման ես ստացել եմ 2-3 կարևոր նախադասություն, որի միջոցով շատ հեշտ լուծել եմ իմ խնդիրները։ Միշտ բոլոր հարցերում միշտ խորհրդակցել եմ իր հետ եւ ոչ մի վարքյան չի եղել, որ ոնց ուզում ես արա, այդպես չի լինում։ Միշտ կա ինչ-որ մի ձև, ինչ-որ մի կարծիք, որի միջոցով ես անում եմ այդպես։ Հիանալի է։ Իսկ պարոն Վանեցյան իր տեսակով պայքարող է, մենք դրա մասին բոլորը գիտենք, բոլորովս գիտենք։ Իսկ նոնան պայքարող տեսակիր են համարում։ Շատ։ Հա։ Այո։ Մտքերով կիսվում եք իրար հետ։ Ճիշտ է թե սխալ։ Ես քաղաքականությունից չեմ հարցնում, ես ընտանեկան եմ հարցնում։ Չէ, քաղաքական դաշտում ոչ մի մտքով չեն կիսվում, ես չկամ այդ դաշտում։ Ես ընդհանրապես չկամ այդ դաշտում, ես իմ գեղեցիկ միջավայրում եմ, ես նույնիսկ մեկ-մեկ կատակում եմ, ասում եմ, ես չեմ ապրում Հայաստանի Հանրապետությունում, որ հիմա այդքան դժվար է եւ այլն, ես ապրում եմ Վիլա Մոնտեսորի մանկապարտեզում։ Ես իմ չափերի մեջ։ Կլինի ես ապրեմ այստեղ, այս դրական միջավայրում, չտեսնեմ ոչինչ, ինչ դա թողնենք ձեր վրա եւ ես չեմ խառնվում ոչ մի բանում, ապրում եմ իմ դրական միջավայրում, կատարում եմ այնպիսի աշխատանք, որից դրական արդյունք եմ ստանում, բնականաբար դժվարություններ, եթե չլինի, հաղթանակներ չեն լինի, բնականաբար, եթե չլինեմ պայքարող, չեմ անցնի այդ դժվարությունները, որը ամենօրյա հանդիպում եմ, թե աշխատակիցների շրջապատում, թե դժվարություններ աշխատանքում, թե դժվարություններ միջավայրում, որտեղ երեխաներ են եւ անվտանգության հարց ունես, թե դժվարություններ ծնողների հետ, ում շատ սիրում եմ, բայց
բայց միշտ ասում եմ դուք շատ դժվար եք։ Եվ թե առօրյայում, թե երեխաներիս հետ, թե ընտանիքում ամենտեղ կան դժվարություններ ու եթե չլինես պայքարող տեսակ, չես ունենա այն, ինչ ունես այսօր։ Համաձայն եմ։ Իսկ դուք պատրաստ եք Տիկին Վանեցյանի բլից հարցերին։ Այո, կարծում եմ։ Ձեզ ո՞ր ծաղկին եք նմանեցնում։ Վարդին։ Ինչու։ Շոտ սիրուն դրա համար տենց։ Սիրում եմ վարդու, ինքը ամենասիրունն է իմ համար։ Համաձայն եմ։ Սև թե սպիտակ։ Սև ու սպիտակ։ Դառը թե քաղցր։ Քաղցր։ Սուրճ թե թեյ։ Սուրճ։ Կոկտեյլ թե կոնյակ։ Ոչ այն։ Փող թե սեր։ Սեր եւ փող։ Հնչաճելի է։ Քաղաք թե գյուղ։ Շատ եմ սիրում գյուղ եւ սիրում եմ փոքրիկ քաղաքներ։ Ֆիլմ թե ներկայացում։ Ներկայացում։ Հոկեբանի թե ընկերուհու մոտ։ Քանի որ չունեմ տենց ընկերուհի ու մոտ կգնայի, բայց հոկեբանի կարիք էլ չունեմ։ Ընկերուհի էլ ունենաք հոկեբանի մոտ գնացեք, ասեմ։ Ամառ թե ձմեռ։ Ամառ։ Ոսկի թե արծաթ։ Ոսկի։ Նախընտրած կենաց։ Անենք այն, ինչ երազում ենք։ Ինչ ոչլո։ Հայկական թե այլ խոհանոց։ Հայկական։ Եթե չլինեն կինն ու գինին, ապա Չեմ պատասխանի այդ հարցին։ Եվ ուզում եմ իմանալ, դուք Աստծուց հիմա շատ խնդրում եք, թե շնորհակալ եք։ Շնորհակալ եմ, բայց խնդրում եմ։ Հիանալի է։ Եվ եթե Աստծո ջրակը հենց հիմա ձեր ձեռքում լիներ, ինչ բարմաղթանք կուզեիք, ասեիք։ Կուզեի ամբողջ աշխարհում խաղաղություն լիներ։ Եվ վերջի հարցից հուսով եմ Նոն ջան, երկրորդ չես մտածի, նախընտրած հեռուստահաղորդավարությունն է։ Այո։ Դինա ջան դուք։ Ջաջելի է։ Նոն ջան, մենք ունենք եւ օրվա հոբելյարներ։ Այո։ Եվ դա արդեն մեկ ամսյակն է մեր։ Բայց ես ֆորմատը չեմ ուզում խախտել։ Մեզ մոտ նաև հյուրընկալում են այն մարդիկ, ովքեր ամենանմիջական կապն են առիթների հետ, չգիտեմ, կազմակերպիչներ են, վարող, երաժիշտ, այսպես այնպես։ Ես ուզում եմ իմանալ դուք որպես հոբելյար ինչպիսին եք, հա։ Տեսակներ ասեմ նոնընտրի էլի։ Կին, ով ամիսներ առաջ կազմակերպում է ծննդյան օրը, կին, ով չի սիրում տեսակ մեկուսանում է այդ օրը, եւ կին, ով տուն, տեղ, կոլեկտիվ ոնց է, չլի այդ տարի մի բան կանի։ Գիտեք ինչպես է, ուրեմն իմ կյանքի բոլոր տարիների ընթացքում ես եղել եմ շատ տարբեր իմ ծննդյան օրվա հետ կապված։ Տարիներ են եղել, որ ես երեխաների եւ իհարկե Արտուր Վանեցյանը միշտ զբաղված է եւ իրեն չի կարելի կազմակերպել իր հետ ոչ մի բան, ինչպես մեր ամբողջ կյանքում։ Դրա համար ես մտածել եմ եւ երեխաների հետ եմ կազմակերպել ինչ որ միտեղ գնալ եւ մեկուսանալ, ինչպես ասում եք։ Բայց այս վերջին իմ ծննդյան արարողությունը շատ մեծ ցանկություն հայտնեցի եւ որոշեցի, որ կնշեմ ինձ շատ հարազատ կանանց շրջապատում, ում ես շատ սիրում եմ։ Եվ նրանք շատ էին պարզվեց։ Պատկերացնում Իմ ծննդյանը մասնակցել են բացառապես կանայք եւ նրանք եղել են նրանք կարային լինեին 150, բայց քանի որ այդ օրերը նաեւ տոնական օրեր են, ես ծնվել եմ հունվարի 7-ին, քանի որ տոնական օրեր են, մասնակցեցին մոտ 100-ը։ Մնացածը ուղղակի կամ երկրում չէին կամ ինչ որ առիթների են եւ այլ եւ այլ։ Բայց պարզվեց, որ ես այդքան մեծ կանանց բանակ ունեմ, ում շատ սիրում եմ եւ իրենք էլ ինձ են շատ սիրում եւ սիրով եւ հաճույքով մենք արել ենք շատ գեղեցիկ, շատ հետաքրքիր ծննդյան միջոցառում, որը մինչ օրս բոլորը շատ դրական ձևով հիշում են։ Հիանալի է։ Իսկ եթե խնդրեմ տեսախցիկը քոնա եւ օրվա հոբելյարին եւ կանանց, ինչ բարեմաղթանք կասես։ Ուզում եմ, որ բոլոր կանայք լինեն շատ կանացի, շատ սիրված, չվախենան դժվարություններից, հաղթահարեն բոլոր դժվարությունները, թե աջակցությամբ, թե մենակ եւ լինեն պարզապես երջանիկ։ Անեն ամեն բան, որպեսզի լինեն երջանիկ։ Զբաղվածություն, մնացած բոլոր խնդիրները դնելով մի կողմ, գտնեն իրենց ուզած ժամանակը եւ լինեն այդ ժամանակի մեջ երջանիկ։ Հիանալի է։ Իսկ ես նոր քեզ համար նվեր ունեմ։ Դու հայկական ապրանքանիշների ծանոթ ես։
փորձում եմ ծանոթ լինել, բայց ես Բրենդամոլ չես, չէ՞։ Այո։ Բրենդամոլ ես։ չէ, հենց դրա համար տենց ինչ որ բրենդերի հետ ես սիրում եմ։ հիշելով Հայկական Վիստոսը ապրանքանիշը մեր գործընկերն է եւ բացառապես կանանց խնամք է, հա, մատուցում։ Ես ուզում եմ անպայման մեր նվերը դու վերցնես սիրով Վիստոսոյի կողմից, օգտագործելուց հետո կուզեմ մի հատ արձագանքես, որովհետեւ մենք ենք սպառողը, հա, կանայք հասկանամ ինչքանով է քո դուրն եկել մեր հովանավորի Մեծ սիրով կօգտագործեմ եւ ինչպես նշեցի, քանի որ ստել չգիտեմ։ Ահա, ճիշտ է։ Կասեմ անկեղծ։ Հիանալի է։ Իսկ ես շատ շնորհակալ եմ, որ դու այստեղ ես։ Ես գիտեմ շատ զբաղված ես, րոպեներդ հաշված է, բայց ես վստահ եմ, որ շատ հեռուստադիտողների խնդրանք իրականացրեցի։ Շնորհակալ եմ շատ։ Իսկ այսքանից հետո ասեմ, որ լավագույն հա տենց տրամադրությամբ ես բոլորիդ հաջողություն եմ աղթում, միջև հիմա ձեզ այդ Նոնա Վանեցյանն եւ ձեր Զինիա Հակոբովնան ինձ փնտրեք բացառապես 21 TV-ի եթերում։ Բարին ձեզ։ Իմ ու քո սիրո այն երգը, որ հիմա հոգուս մեջ վերք է, ոնց դա եղավ, ես չիմացա, երևի ես ինձ կորցրել եմ, երևի քեզ անտեսել եմ, ոնց պատահեց, չհասկացա, բայց երբ գիտեմ չկաս կողքիս, բայց երբ չկաս հոգիս, էլ ոնց ապրեմ, շատ դժվար է ինձ քեզ տեսնելը, քեզ տեսնել ու քեզ չգրկելը, գիտես, սիրում եմ քեզ, իմ հոգում միայն քո հուշերն են, առավոտը ինձ մութ գիշերը, գիտես, սիրում եմ քեզ։ Դու գիտես, որ միշտ ներել եմ, տերելով երջանկացել քեզ հետ քո կողքին, սեր ապրելիս, դու գիտես, որ կարոտել եմ, կարոտից խելագարվել ամեն առավոտ, առանց բարևիտ, բայց երբ գիտեմ չկաս կողքիս, բայց երբ չկաս հոգիս,